Վերադարձա։ Ռուբեն, ես ուզում եի հարցնել, դու շաբաթ օրը երեկոյան ինչ էիր անում։ Եվրոտեսիլ էի նայում։ Այ, հենց դա էլ ուզում եի հարցնել, նայում էիր, չէ։ Կարծում եմ մենք բոլորս էինք գամված այսպես հեռուստացույցների առջև, նայում, թե ինչպես է ելույթ ունենալու մեր պատվիրակը Պարգը։ Ու նույնիսկ փոքրիկները, ճիշտ ասած, նույնիսկ հենց այդպես, այո, երեխաներն էլ հետը։ Եվ հիմա ունենք հրաշալի առիթ ելներս մեր տաղավարում դիմավորել մեր Պարգին եւ իհարկե այս տարվա մեր հայաստանյան պատվիրակության անդամներից մեկին, որը նաեւ հանդիսանում է մեր Պարգի կինը։ Նանա Վարդանյանի մասն է խոսքը։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի վերադարձ Հայաստան։ Ահա, երկար օրեր անցկացրեցիք այնտեղ, պատասխանատու, լարված, ինչու ոչ, բայց նաև համոզված եմ, որ բավականություն եք ստացել մեծ։ Ամեն անգամ բեմ բարձրանալուց, չէ՞ Պարգ։ Շատ, ինչքան էլ տենց լարված իրոք օրեր էին, բայց սենց մաքսիմալ այդ ամեն ինչից սենց այդ ոնց է կազմակերպված, ոնց էր անցնում, մարդկանց հետ շփվելուց, տենց փորձերից։ Այն շատ շուտով մենք անդրադառնանք այդ բոլոր մանրամասները, որպես իմանանք, հետևաբար հենց դրա համար դուք էստեղ որ ամեն ինչ խոսենք, ամեն ինչ կիսվենք, բայց առիթից օգտվելով ուզում ենք նախ ասենք շնորհակալություն եւ նաեւ շնորհավոր մեծ թիմին, որտեղ իրականում շատ պրոֆեսիոնալ մեծ աշխատանքներ տարվեց ոչ միայն Հայաստանում, նաեւ այնտեղ, որ մեր պատվիրակը շատ զիլիր են դրսևորեց, մեծ աշխատանք էր արվել պրոֆեսիոնալների կողմից, շնորհակալություն եւ շնորհավորում ենք նաեւ բոլորիդ այս մեծ աշխատանքի կապակցությամբ, իսկ հիմա անդրադառնանք ավելի մանրամասններին։ Ինչ կար չկար, ինչ հետաքրքիր, չգիտեմ, սուր ինչ-որ հարաբերություններ, ինչ հետաքրքիր ինչ-որ դրվագներ կամ ինչ-որ պահեր, որոնք որ մնացին կադրից այն կողմ, մենք չիմացանք, հիմա դուք եկել եք, որ մենք իմանանք ձեր շնորհիվ։ Ապա։ Ոնց է։ Նանա։ Իրականում ամեն ինչ սպասվածից շատ լավ էր։ Այսինքն եթե սենց մտածում էինք, որ միգուցե ինչ-որ լարված իրավիճակներ լինեն, իհարկե կային, բայց ընդհանուր տրամադրությունը շատ լավ էր մեր պատվիրակության մեջ, մեր թիմի մեջ, մենք մաքսիմալ ամեն ինչ անում ենք, որ Պարգը չլարվի։ Այսինքն մեր սենց տրամադրությունը իր վրա չազդի ու մենք մաքսիմալ աշխատում ենք մեր վրա, որ մենք բոլորս իրար հետ լավ լինենք, որ դա չանդրադառնա ելույթի վրա։ Ու իրականում հենց դա էլ մեզ օգնեց, այդ սենց համախմբվածությունը, որ իդեալական օրեր ենք ունեցել, ամեն ինչ շատ լավ է անցել ու ոնց կարելի է դատել արդեն ելույթից, իրա ամեն ինչ լավ էր։ Իսկ ելույթը ամեն անգամ ապշեցնող եւ շշմեցնող էր։ Ոչ մի լարվածություն հանդիսատեսի կողմից, ես որպես հանդիսատես եմ ասում, յուրաքանչյուր անգամ երբ տեսնում եի քեզ բեմում, շատ հանգիստ է եւ համոզված է, որ հենց այդպես էլ պետք է լինի, նա երաշալի ելույթ է ունենալու եւ հենց այդպես էլ լինում էր ամեն անգամ։ Ելույթի հետ կապված շատեր աշխատանքներ տարվել։ Որ ճիշտ է ժամանակը պետք վազել աճ, չգիտեմ, այս ժամանակ գնալ ձախ, թե ազատ էին թողել քեզ, չխանգարում բեմադրությունն ու շոուն երգին։ Ես իմ մոտ մեծ լարվածություն կա, որ ես մտածում եի, թե քիչ փորձ ա եղել, կարող ասես ես ինձ այդքան ազատ չզգամ այդ treadmill-ի դարոշկայի վրա, բայց իրականում հետո մի փորձեր էր, հետո այդ ժյուրի շոուը ցերեկով փորձեր, հետո նոր արդեն երեկոյան հենց արդեն էֆիրի այդ ժյուրի շոուն, այսինքն ժամանակ եղավ որ ավելի սենց ես ինձ ազատ զգամ, հենց որ ես էլ սենց մի տեսակ զարմացա էլի ինձանից որ հիմնական շոուն ազատություն էր տված քեզ, այսինքն այն չէ որ հստակ ինչ-որ բան կար, այս խոսքերի ժամանակ պետք է վազեմ ձախ, կամ այն խոսքերի ժամանակ պետք է չվազեմ ընդհանրապես։ Բանարել ենք ինչ-որ բեմադրություններ կար, ինչ-որ հստակ չէր խանգարում, որը որովհետեւ ազատություններ կար։ Այն դրա համար էլ ըստ ասում որ մենք ազատ էինք տեսնում քեզ, որ ոչ մի կաշկանդվածություն չկար։ Նաև համացանցում ամեն վարքյան տեսնում էինք ձեր հարաբերությունները, ձեր համբույրները, եւ արդյոք այս ճանապարհորդությունը ձեր ընտանեկան, այսպես ասեմ, զույգին էլ ավելի կապեց, էլ ավելի մոտեցրեց։ Դե ես սկսեմ։ Սենց ասեմ, սկսեք, խնդրեմ։ Նանայի այդ աջակցությունը, եթե չի լիներ, ինձ թվում է սենց ես ինձ ավելի սենց լարված կզգայի ու նենց որ ավելի մեզ սենց հարաբերություններ։ Նանան ուժ էր տալիս քեզ այս ամբողջ ընթացքում։ Հա, դա շատ իդեալնի թիմ էր, բոլորով իրար սենց շատ լավ, միշտ իրար աջակցելով, բայց նանան շատ հա կինը ինձ այդ իրա կողմից հենց կնոջ աջակցությունը ուրիշ է էլի։ Քո տեսանկյունն էլ է ինձ հետաքրքիր նանան այս հարցի շուրջ։ Իրականում, եթե սկզբից սկսեմ, երբ որ արդեն դեպի Եվրատեսիլից հետո,
սկսվեցին այդ լարված աշխատանքները, իրականում շատ լարված էր։ Այսինքն կար սենց մի հատ փուլ, մեր մոտ ինչ որ խնդիրներ չէին առաջանում, բայց այդ լարվածությունը, երբ որ սենց տան ներսում է, ու դու հասկանում վայ ես ինչի մեջ մենք հնգանք, վայ սենցն է, որ դու ժամանակ չէինք ունենում բացարձակ բացի եվրատեսիլի մասին մտածելուց ուրիշ ինչ-որ մի բանով զբաղվել, ուղղակի իրար հետ դուրս գալ միտեղ սուրճ խմել եւ այլն եւ այլն։ Այսինքն չկար բնականon այն օրերը, որ դուք միշտ ունեցել եք, ամեն ինչ փոխվում է։ Այսինքն հիմա մեր այդ 4 ամիսը մենք միայն մտածում ենք եվրատեսիլի մասին։ Ու այդ ընթացքում իրականում երկուսս էլ պետքա ոնց որ սենց մի բան անջատեինք մեր մեջ, մի բան միացնեինք, որ ոչ մի բան հանկարծ չազդի, հա, վատ ձևով մեր հարաբերությունների վրա։ Կային լարված օրեր, շատ կային, բայց սենց վերջում արդեն որ սենց հասնում ես այն ամենավերջին, որ տեսնում ես ինչ աշխատանք է արվել, սենց ավելի շատ է սենց գալիս, որ չէ, մենք միասին այս ամեն ինչը արեցինք, մենք շատ ուժեղ ենք, մենք հասանք այս ամեն ինչին ու չպետք է հանկարծ թողնենք, որ ինչ որ մի բան սենց ազդի ու վերջի օրերին այդ ամեն ինչը ավելի սենց ուժեղացա, ոնց որ հասկացա, ես սենց նայում եի, ասում եի Էս ինչ արեցինք։ Այս սենց այդ ամեն ինչը, որ սենց ես տեսնում եի, որ ինչ ստեղծվեց, որ ինքը ոնց էր տանջվում, այդ որ ինքը ասեց, որ ինքը ընդհանրապես ժամանակ չուներ, որովհետև ինքը ուներ ընդամենը 2 փորձ Շվեդիայում, որ առհասարակ կանգնել էր ու սկսել էր վազել, ու դրանից հետո ես 3-րդ անգամ ես չէի գնացել իր այդ Շվեդիա, ես 3-րդ անգամ երբ որ մենք գնացինք մի անգամից արենա փորձի, ես տեսա ինքը ինչ անում, ես հասկացա, որ ես չգիտեմ ինքը այդ 2 օրվա ընթացքում ինչ է արել, բայց այս տղեն վազել է, ինչ պետք է արել։ Հետո ասեցի վազել են, որ եկել է ու տպավորություն է թողնում իր սեփական։ Ես ինքս էի, հա, սենց ապշոսներում ասում ես, սա այս ինքը։ Լավ, իսկ թիմի մասին ինչ կասեք։ Հանրայինը բավականին այսպես զիլ պատրաստվեց, մեծ պրոֆեսիոնալ թիմ աշխատեց։ Ձեր կարծիքը թիմի մասին կամ կողմի ինչ-որ մի տեղ 4 ամիսների ընթացքում թիմը միայն ձեր կողքին է եղել եւ այս ամբողջ ճանապարհը նաեւ ձեզ հետ է անցել։ Չգիտեմ, քանի որ դե տարբեր էլի ոնց որ դե խորեոգրաֆը Գրեցիայից, այսինքն տարբեր sense ազգերի խումբ են նաև բացի հայերից, բայց մեկը sense չգիտեմ, sense շատ ընտանեկան էր ամեն ինչ, sense շատ sense իրար քիփ մոտիկ sense Ես կարծում եմ ձեր ամեն ինչ երբ որ սկսվեց այստեղից Հայաստանից կամած ամեն ինչ երբ որ սկսվեց այստեղից սկսած նույն հանրային հեռուստաընկերության իհարկե նաև աջակցությամբ եւ ջանքերով մեծ պրոֆեսիոնալ թիմ հավաքվեց, ոնց որ ամեն տարի եւ այստեղից սկսված արդեն այդ ջերմությունը ինչքան կարեւոր էր։ Վստահաբար դուք էլ երևի կփաստեք, որ այդ ջերմությունը նաև իր դրական ազդեցությունն է միշտ ունենում։ Իհարկե։ Ես հիշում եմ մի տեսահոլովակ դիտեցի, երբ որ Դավիթն էր քեզ մեր Ծերոնյան սովորեցնում ոնց պետք է երկել ու ես sense ապշել դա սարկած էր, չէ՞։ Դավիթի ձայնն էր դա։ Չէ, Դավիթի ձայնն էր։ Դավիթի ձայնն էր, այո։ Իրա ձայնն էր։ Ու դի դենց լավ գնաց այդ Իմիջիալոց Դավիթը շատ լավ երգում է։ Շատ շնորհակալություն, մենք չգիտեինք դրա մասին։ Բացահայտումներ եք արել այնտեղ, բացահայտումներ։ Մյուս տարի մենք ասում ենք որ մյուս տարի պետք է Դավիթին ուղարկենք եւ ատեսիր իրոք։ Չէ, իրականում թիմի հետ կապված ամեն ինչ հոյակապ էր, ամեն ինչ, նույնիսկ մենք հիմա իրար կարոտում ենք, ու այդ ընթացքում այդ աջակցությունը, որը ստանում ենք թիմի կողմից, այդ աննկարագրելի էր։ Ես կարծում եմ, որ ճիշտ բան է, որ մեր գեղեցկուն էլ ասենք շատ շնորհակալություն, որովհետև շատ գեղեցիկ էսպես Այո, շնորհակալություն, մոռացել եմ։ Դուք քո մասնակցությունը նույնպես ունեցար ու իրականում Սիրով, այո։ Մյուս մեր բոլոր գործընկերներին նույնպես ասենք առիթի բաց թողնելով անկեղծ ասած կադրին լրիվ այլ բան եք դուք տեսնում այն արդյունքը են վերջնարդյունքը որը որ արդեն պատրաստի հնարավոր է փոխանցել արդեն ձեզ պատրաստ ամիսների աշխատանքը ահռելի մեծ աշխատանքը որ նրանք են արել այո լավ որ պահերը կառանձնացնեք եղել են այդպիսի պահեր որոնք որ այսպես տպավորվել են ձեզ մոտ թե լավ առումով թե նաև վատ Դե լավ, արի լավ։ Ասենք ֆինալ անցնելուց, որը դիսենց մի տեսակ շատ արագ ասել, այսինքն մենք չասեցինք ավելի sense լարվենք, որտեղ որ թողում են ամավերջում, ավերես լարում դե երբ մենք ասեն Հայաստան, երբ կասեն Հայաստան, բայց մենք այդ շատ լարված էինք sense։ Հա, ֆինալ անցնելը այդ ամենա sense էպիկ պահն էր, որովհետև մենք գիտենք sense կարողա ձգձգեն, մենք չհասցրեցինք լարվել, ու այնտեղ ոնց է sense մի անգամից այդ կամերան սենց մի անգամից դնում են ձեր առաջ, ու դու սենց հասկանում ես, որ հեսա կարող է Հայաստան ասեն,
Մենք էլ sense ուղղակի ուրախ դրոշներով всё sense ենք թափահարում ենք, որովհետեւ տեսնենք ինչ ա լինում։ Կադրը մեզ վրա է, մեզ վրա է։ Ինչ sense կենտրոնացանք Հայաստան ասեցին։ Ու всё։ Պատրաստ չէիք այսքան լիարժեք։ Շատ չլարվեցին։ Սա շատ կարևոր է։ Այո, հիմա կարծում եմ դուք վերադարձել եք Հայաստան, այդ հանգստի պահն է եկել, ել ավելի մի փոքր լարվածությունը թույլատնելու, հանգստանալու, բայց ապագա պլանների մասին պետք է կիսվեք մեզ եւ մեր հերոստատիտողի հետ։ Պատրաստ չի։ Այո, վստահ ենք, որ ապագա պլանները արդեն 2026 թվական մինչև երևի գծված են։ Դե sense ոնց ասեմ մոտավոր ինչ պլան ինչ է սպասվում, ինչ ենք ուզում անել, կա, sense չեմ ասի sense չոտքի դատաներով, բայց դա նոր երկեր թողարկել հետաքրքիր ինչ-որ համերներ կազմակերպել, կարող է նաև դրսում, կարող է հետաքրքիր փառատոններ, չգիտեմ, պրոյեկտներում մասնակցել, բայց առաջինը էդի նոր երկեր, ես ուզում եմ հեսա մի քիչ ուժերս հավաքեմ ու սենց կպնեմ գործերին, նոր երկեր, հայերեն, նաև անգլերեն, ուզում եմ սենց երկու լեզվով էլ փորձեմ մարդկանց ուրախացնել։ Դեռ մենք լսելու ենք պարգի մասին։ Շատ ենք լսելու, բայց մի հարց կարող եմ տալ։ Իհարկե։ Իսկապես խոսում ենք Եվրատեսիլից 4 ամիսներ շարունակ ենք պատմում Եվրատեսիլ մրցույթի մասին, ներկայացնելով այս երգը, տեսահոլովակը, փորձերը, որպես արտիստ, որպես կատարող, ինչ տվեց քեզ Եվրատեսիլ մրցույթը։ Առաջինը sense experience ոնց է։ Հա, sense փորձ, որը իշխեմ կյանքում փորձառությունը մեծ էր։ Հա, շատ ու ոնց ամեն ինչ կազմակերպված, այդ ամեն ինչ sense փուլերով մարդիկ ոնց են ամեն մարդը մի ինչ որ գործանում ու sense այդ ներքից այդ ամեն ինչ տեսնելը ու նաև ոնց չգիտեմ մարդիկ Հայաստանում այդ նկատեմ ելից հետո ինչ են գրում այդ sense մարդիկ ոնց են ընդունել քեզ այդ ջերմության պակասը կար ամենայն դեպքում նաև թիմային աշխատանքը դա տվեց ես փորձում ամփոփեմ էլի որտեղ քեզ մոտ ամեն ինչը այսպես sense էմոցիաների եւ հուզական դաշտի վրա է կառուցված բայց թիմը իրականում այո թիմային աշխատանքը շատ կարեւոր է եւ ես մեկ անգամ նմանատիպ միջոցառումների շնորհիվ մենք հասկանում ենք որ թիմային աշխատանքն ինչքան կարեւոր է կարեւոր էր նաեւ այն ջերմությունը որը որ փոխանցում էին հատկապես երբ որ ամենաջերմ ու ամենակարևոր մարդուց սկսած կնոջից այս դեպքում ամեն ինչը արվում է քո շուրջ, որպեսզի դու կարողանաս մաքսիմալ այսպես ստացված կերպով ելույթ ունենաս։ Ես վստահ եմ, որ ինչքան մրցույթների մասնակցես, բայց Եվրատեսիլը միևնույն է հիշողության մեջ կմնա։ Եվ կարծում սկիզբը կլինի։ Որն է մոտիվացիան Եվրատեսիլ մրցույթից հետո։ Ինչը տվեց քեզ Եվրատեսիլը, որ դու այս մրցույթից հետո պետք է անեմ սա, օրինակ։ Տվեց վստահություն, տվեց այն, չգիտեմ, որ ամեն ինչ հնարավոր է, այսինքն եթե դու նպատակ դնում ես անհնարին ոչինչ չկա։ Այո, միանշանակ։ Ու sense ավելի sense ուժով եմ զգում ու որ ավելի շատ առաջ գնամ ու մարդկանց ավելի շատ ուրախացնեմ։ Նոր երկեր գրել։ Ինձ մի բան էլ դուր եկավ, գիտես, ընդհանուր առմամբ որ Նանան շատ գոհ է արդյունքից Եվ վստահ եմ, որ կշարունակի լինել քեզ հետ, քո կողքը նմանատիպ ձևաչափում, այսինքն մրցույթների։ Այո, թիմային աշխատանքի մեջ Նանայի աշխատանքը շատ կարևոր դեր ունի։ Սա հասկացանք։ Միանշանակ։ Դու հարցեր ունես։ Ես չունեմ։ Դուք ավելացնելու ինչ-որ բան ունեք։ Ես ուզում եմ մեր կողմից իմ կողմից շնորհակալություն հայտնել բոլոր թիմին, հանրայինին, նաև չգիտեմ բոլորին ով ինչ որ ծևի աշխատել է, ինչ որ ծևի օգնել է, աջակցել է, լավ խոսքեր ասել, մինչև ելույթ ունենալը, ես բոլորին, նաև մեր հայ ժողովրդին ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որովհետև ես չգիտեմ, sense ես շատ դրական կոմենտներ ու էմոցիաներ եմ ստանում ու շատ շնորհակալ եմ ես ամեն ինչ համար ես, ոնց ամեն ինչ անցավ ես ոնց ամեն ինչ սկսվեց եւ ավարտվեց։ Այո։ Մենք էլ ուզում ենք ասենք եւս մեկ անգամ, իսկ մենք պետք է վայելենք Պարգի հենց Եվրատեսիլյան մրցույթի այդ ելույթը։ Սիրով։ Հա։ Դեմ չեք։ Եվս մեկ անգամ։ Եվս մեկ անգամ միասին վայելենք, ձեզ լավ օրենք մաղթում, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դիտենք կվերադառնանք, սիրելիներս։